Վրացական շքմերուլի կերակուրը ծնունդ է առել Ռաչա լեռնային տարածաշրջանի Շքմերա գյուղում։ Սա պարզ գյուղական կերակուր է, տապակած հավը սխտորով եւ կաթով սոուսի մեջ, բայց այն այնքան է սիրվել, որ դարձել է իսկական ռեստորանային հիթ։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք շքմերուլի։ Շքմերուլին պատրաստում են ամբողջական հավից, բայց ես ընտրել եմ հավի թևիկները, կարծում այդպես ավելի համեղ կստացվի։ Առաջարկում եմ պատրաստենք շքմերուլի մեր տարբերակը։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Մշակենք հավի թևիկները։ Հանենք ինչ մեզ կարող է պետք գալ։ Տեղադրում ենք անմիջապես տախտակը։ Վերցրել եմ 1 կիլոգրամ հավի թևիկներ։ Ծայրի մասերը թևիկների չեմ օգտագործի, այսինքն կօգտագործեմ արգանակ պատրաստելու համար։ Վերցնենք փոքրիկ կաթսան, հեռացնենք թևիկների ծայրի հատվածը։ Թևիկների ծայրերի վրա լցնում ենք եռացված ջուր, մոտ 2 բաժակ, դնենք թող եփվի, անմիջապես փոխում ենք տախտակը, մտածում եմ, որ այս կտորները կարելի է 2 մասի բաժանել, այդպես և տապակելը հեշտ կլինի և ուտելը, դա կանենք դանակի օգնությամբ։ Վերադարձնում ենք ետ սիրելի ամանի մեջ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, չորս պղպեղով, կառաջարկեմ նաև քարի։ Տապակը արդեն տաքացնում ենք։ Հավի թևիկների վրա լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Լավ, տրորում ենք, որպեսզի բուսայուղը և համեմունքը հավասար տարածվի և տապակում ենք։
Որպեսզի թևիկները լավ կարմրեն, կավելացնեմ 50 գրամ կարագ։ Եվ կծածկեմ սկզբնական փուլում կափարիչով։ Անցնենք առաջ։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան։ Եվ ևս 50 գրամ կարագ ենք հալացնում։ Տապակելու ենք ընկույզի և սխտորի խառնուրդ։ Վերցնում ենք հավանգը, նախ տրորում ենք 3 բջեղ սխտոր, ավելացնենք մառանիկ ընկերության ծովյաղ, այդպես ավելի հեշտ կստացվի։ Ավելացնում ենք 50 գրամ ընկույզ, մոտ 2 րոպե տապակում ենք, թող սխտորի և ընկույզի բույրերը բացվեն։ Թևիկները կարմրելուց հետո վրան ավելացնում ենք արգանակը։ Մոտ կես բաժակ։ Եվ կրկին ծածկում ենք։ Ընկույզի և սխտորի վրա ավելացնում ենք կաթի սերուցք 250 մլի։ Կառաջարկեմ համեմել քրքումով ոսկեզօծ երանգ ստանալու համար և չորացրած սամիտ, մառանիկ ընկերության քրքում և չորացրած սամիտ։ Մոտ 2 րոպե սոուսը եփելուց հետո ավելացնում ենք հավի թևիկների վրա։ Ծածկում ենք կափարիչով։ Մարմանդ կրակի վրա եփում ենք 5 րոպե և մատուցում ենք։ Շքմերուլի։ Հավի թևիկների ծայրերը հեռացնել, թևիկները լցնել թասի մեջ, թևիկների ծայրերից արգանակ եփել, թևիկները կիսել, համեմել աղով, 4 պղպեղ համեմունքով, քարիով, ցողել բուսայղով, տրորել, տապակել, ավելացնել կարագ, հենց կարմրեն, վրան ավելացնել թևիկների ծայրերի արգանակը,
կաթսայի մեջ կարագ հալեցնել։ Սոուսի համար հավանգի մեջ լցնել սխտոր, համեմել ծովի աղով, տրորել, ավելացնել ընկույզ, կրկին տրորել, կաթսայում տապակել մոտ 2 րոպե, ավելացնել կաթի սերուցք, համեմել քրքումով, չորացրած սամիթով։ Մոտ 2 րոպե եփելուց հետո սոուսը լցնել հավի թևիկների վրա, մոտ 5 րոպե եփել, մատուցելիս զարդարել նռան հատիկներով։ Այժմ միասին կպատրաստենք փլավ։ Իդեպ, այս փլավը կարող եք մատուցել նաև շքմեռուլի հետ։ Գործի ենք դնում տապակը։ Լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի եգիպտացորենի յուղ, լուսայուղ և սկսում ենք սոխը տապակելուց։ Կվերցնեմ 2 գլուխ սոխ, մանր կտրատում և տապակում ենք։ Կարելի է մանր չկտրատել, կտրատեմ կիսաօղակների, ով ինչպես կուզի։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության սոդայով, աղով, շաքարավազով և քրքումով։ Սոխին հաջորդում է գազարը։ 1 գազար կտրատում ենք փոքր խորանարդիկների և տապակում սոխի հետ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, քաղցր պղպեղն է։ Կտրատում ենք նույն կերպ։ Վերցրել եմ 2 պղպեղ։ Փլավին հյութալիություն կհաղորդի դդմիկը, որ այժմ կկտրատենք նույն կերպ և կավելացնենք, կտրում ենք ծայրերը,
Մոտ 2 րոպե եփելուց հետո կավելացնենք Մարանիկ ընկերության կարմիր ոսպ եւ ժասմին տեսակի բրինձ կեսական բաժակ։ Կես բաժակ կարմիր ոսպ և կես բաժակ բրինձ։ Լվանում ենք հոսող ջրի տակ։ Մոտ 2 րոպե խառնելով թողնում ենք կրակին, որպեսզի հատիկեղենը իր մեջ առնի առաջացած բանջարեղենից առաջացած սոուսը։ Կավելացնեմ նաև կանաչ սոխ, փոքր կապ։ Փաստորեն 1 բաժակ հատիկեղենին կավելացնեմ 2 բաժակ արգանակ։ Վերցրել եմ տավարի արգանակ։ Եվս մեկ անգամ խառնենք, ծածկենք կափարիչով և թողնենք մարմանդ կրակի վրա, մինչև ջուրը քաշվի։ Որից հետո կարելի է մատուցել։ Մատուցելիս կզարդարենք թարմ կանաչու տերևներով։ Փլավ։ Եգիպտացորենի յուղ տաքացնել, կիսաօղակների կտրատած գլուխ սող տապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով, քրքումով, ավելացնել փոքր խորանարդիկների կտրատած գազար, քաղցր պղպեղ, դդմիկ, կարմիր ոսպ և ժասմին տեսակի բրինձ, խառնել, ավելացնել նաև մանր կտրատած կանաչ սոխ, տավարի արգանակ, խառնել, մարմանդ կրակի վրա եփել, մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, քաղցր պղպեղ, դդմիկ, լոլիկ, Սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։